Ելենա Արշակյանի «Հարսնազորի լեգենդը» հեռուստասերիալում Հայկը կանգնած էր իրենց տան բակում, Միքոյի կողքին։ Երկու եղբայրներն էլ մտազբաղ էին Քաջիկի մահվան կապակցությամբ։ Քննարկում էին նրա վերջին խոսքերը, փորձելով հասկանալ, ինչ էր ուզում ասել։ Հենց այդ պահին զանգում է Հայկի հեռախոսը։ Էկրանին հայտնվում է Նարէ։ Միքոն տեսնում է անունը, բայց սկզբում ուշադրություն չի դարձնում։ Այնուհետև մի պահ լռում է ու հանկարծ հարցնում է. «Էդ աղջիկը քո ընկերուհին, ա՞»։ Հայկը մի պահ դադար տալով բացասական պատասխանում է։ Իսկ Միքոն ավելի խորանում է թեմարի մեջ, ակնհայտ կասկածներով հարցնելով. «Էդ Նարեն Ադամյան է»։ Այդ պահին Հայկը շփոթվում է։ Նա հասկանում է, որ հազիվ են սկսել կարգավորվել եղբոր հետ հարաբերությունները, ու հիմա ամենաանպատեհ պահն է, որպեսզի Նարեի հարցը նորից խնդիր դառնա նրանց միջև։ Այդ պատճառով որոշում է խաբել ու պատասխանում է, թե սա Ադամյան Նարեն չէ։ Միքոն ոչինչ չի ասում, բայց ակնհայտ է, որ կասկածներ ունի։ Իսկ իրականում մի քանի ժամ անց Հայկն ու Նարեն հանդիպում են։ Հայկը շատ ուղղակիորեն հարցնում է նրան, արդյոք նա ինչ-որ բան գիտի իր հորաքրոջից, Լալայից։ Նարեն մի պահ շփոթվում է, իրար է խառնում բառերը։ Հայկը միանգամից նկատում է դա։ Նարեն փորձում է թաքցնել անհանգստությունը, բայց շտապ-շտապ ասում է, որ ինքը Լալայից ոչ մի տեղեկություն չունի։ Բայց Հայկը սակայն վստահ է, Նարեն ինչ-որ բան թաքցնում է։ Նրան համար հիմա ամենակարևորը Լալան է։ Նա համոզված է, որ հենց Լալան գիտի բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսքան տարի մնացել են օդում կախված։ Եվ հենց Լալան կարող է բացահայտել, թե իրականում ինչ է պատահել իր հոր, Աշոտի հետ։ Հաջորդ օրը կայանում է Քաջիկի հոգեհանգիստը։ Մթնոլորտը ծանր է։ Բոլորը լուռ են, նույնիսկ ամենախոսակերը Արմոն։ Ներկա են նաև Վրամը, Սաքոն և բնականաբար Արմոն, ով աչքաթող չի անում ոչ մի շարժում։ Նա այնպես է պահում իրեն, կարծես վերահսկում է ամբողջ տարածքը։ Ամեն բանից տեղյակ է, ամեն հայացք զգում է։ Եվ հենց նա է, որ Սաքոին հուշում է, պետք է մտնել ներս և հրաժեշտ տալ հին ընկերոջդ։ Ի վերջո Քաջիկը 100 տարվա ընկերդ էր։ Սաքոն լսում է Արմոին, մտնում է սրահ։ Նա չգիտի, ափսոս է Քաջիկի համար, թե վախենա իր արածների բացահայտումից։ Քիչ անց հոգեհանգիստից վերադառնալուց հետո Սաքոն վերադառնում է քաղաք։ Այդ պահին Հայկը, մտածելով, որ հիմա ամեն ինչ պետք է փորձել գտնելու իր հոր ճակատագրի բանալիները, որոշում է գնալ Սաքոյի տուն։ Միգուցե Սաքոն մի բան գիտի Լալայի մասին։ Նա կանգնում է Սաքոյի տան դիմաց, տեսնում է նրան, մոտենում ու սկսում ուղղակի հարցեր տալ։ Սաքոն, աչքերը խառնված, մի պահ լռում է, ապա պատասխանում է շատ հակիրճ, առանց հուզմունքի. «Ես ոչինչ չգիտեմ այդ թեմայով, ինձ այլևս նեղություն չտաս», ու վերադառնում է տուն, փակելով դուռը իր հետևից։ Հարգելի հետևորդներ, այսքանից հետո արդյոք Սաքոն վերջապես համարձակություն կհավաքի ու կբացահայտի ճշմարտությունը Հայկին։ Գրեք մեկնաբանություն։ Աշմետ ժամ կասես։ Հեծած քեզ աղբերս։ Հեծած քեզ։ Հասկաց, մերսի։ Տոլման այո, ստոր։ Այո, տոլման Մարիամի Իմիջարից մի քանի հատիկ բան է մեջը, սովորական ինչ հրանձով էլ կա մեջը։ սուտ տոլման։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստներ ենք պատրաստել է, ականչանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Սպասիբա։ Պորտիկացի հեչ լավ է, չէ՞։ Ով ասեց խի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով։ Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը։ Որ չեմ պահում, չեմ պահում։ Տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, գերեզ։ Գոնե համամով է։ Մառոժնին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավ քեկ։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը գոլորշու վրա հալեցնենք, ավելացնում կարակ։ Չաղանալու ենք ամեն դեպքում։ Հալացնում ենք, հարակնում շոկոլադը։ Պետք է ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը ու ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր վանիլին։
Քիչ է ախ։ Ահա ինչի համար։ Կա, բացում է համը։ Կարող աղի լինի վերջում։ Կարող ինչ-որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել վերջի բացառվող։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ Ծանոթ ChatGPT-ել եմ հարցրել, դուր չեմ ասում։ Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետք է լինի կապան։ Տեսնում եք նա այսպես 4 մասի, այսպես։ Եղա։ Իբա տեղափոխում ջար։ Չեպնեն հաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Չի բացացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չենք արել ինչ-որ մի բան։ Չի ծորում։ Ինչ է, շոկոլադե բլիթ։ Մառոժնին ու մալինյան համով է։ Հա։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Ասել։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Շեբա։ Քո սիրած ուտեստը, Սպապաս։ Vay, մամայ սարիչին եմ սիրում, սպաս։ բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք էր չափել իմ ոտկատեղը, ես չափեցի եւ հիմա դա ինձի սարսափելի քիչ 81 սանտիմետր 81 սանտիմետրը իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղարի հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբար մեզ հետ հաշտարում։ Ահա, բանստացել, բայց